Աբո բացի այդ ящիկը, մեջը պատրոն կլնի հաստատ։ Էդի վերցրա մինչև լուտը քցի։ Դուզեց, երորդ ուռով են իշլեմ կա մեջը։ Էդի տուր ինձ էլի ախպեր, առաջինով եմ ֆռում։ Ես էլ քեզ 4x պրիցել կտամ։ Ամջան, բա եղավ, կարաշ չտաս այդ պրիցելը։ Դու լավ տղա ես, ունենց արագ ընկերացանք իրար հետ, շլեմը ինչա որ քեզ չտա։ Վախ մերնեմ ես քո սրտին, ինչ լավ տղա ես դու։ Ես ու դու իրար պետքա մի հատ ժիվոյ տենանք։ Ախպերս, այս երկու օր Ռուսաստանից գամ, հաստատ կտենանք իրար։ Հա բա ոնց ախպերս, ես քեզ պետքա մի հատ լավ պատիվ տամ ստեղ։ Բա ինչ ես աշխատում համս։ Թղթեր անձեռոցիկներ արտադրող կամպանիայի մասնաճյուղի տնօրեն եմ աբս։ Նենց որ արխային արի, փողը ընդհանրապես պրոբլեմ չի։ Այս քանի օրը օնլայն խաղ եմ խաղում, PUBG։ Մի հատ անես կարգի տղու հետ եմ ծանոթացել, ես կյանքում չէի պատկերացնի, որ հեռախոսի խաղով սենց լավ ընկեր ձեռք կբերեմ։ Բա որտեղ է այդ օֆիսը համս։ Բզնունյաց 18։ Պահեստ է ինչ-որ։ Չէ, բիզնես սենտր է, առաջին հարկում պահեստն է, մեր սաղ ապրանքներն է, երորդ հարկում էլ ես ու աշխատողներս ենք մեր կոմպերով։ Կոմպերով, հայտի լուրջ տեղ է, երևի տենց տարածքում էլ լիքը անվտանգության աշխատողներ կան, չէ։ Տո չէ հա, մի հատ պահակ ունենք, ինքն էլ սաղորը կամ խմածա կամ քնածա, կամ էլ խմած քնածա։ Քանիսից եք աշխատում համս։ 9-ից 6 ախպերս, դրանից հետո ախպերդ փագում է ու գալիս է տուն։ Բանալիներն էլ թողում ես պահակի մոտ։ Տո չէ հա, ես այդ խմողի մոտ տես պատասխանատու բան չեմ թողի, ու հիմար չեմ, դնում եմ դրան կողքի շոչիկի վրա։ Լավ ես անում։ Աբջան, ես տեղ մի հատ պահկվեմ, դու իմ մեջ կպահի էլի, թե չէ մարոժնիս հեսա կհալի։ Իհարկե համջան։ Ինչ մարոժնի ես ուտում, որ համ։ Այս բուրգեր։ Բա ասում ես մարոժնի եմ ուտում, ինչ բուրգեր։ Հա, Pinkberry այս բուրգեր մարոժնին է, ուղղակի բուրգերի նման է, մեծ է։ Մեծ է, բա ես այդքան պատրոն չունեմ, որ մեջ կտպահեմ։ Աբո կրակում են ինձ։ Աբո, փու, խփին։ Դավայ ախպեր, դու մենակով ձգի top 1, ես էլ հանգիստ մարոժնիս ուտեմ։ Всё, հավաքվեք, սիրուն, գնաց, ուրախ։ Գուգ ջան։ Գագիկ այսօրվա պարտիան ուժի մեջ, հա։ Հա, ախպերս ուժի մեջ է։ Հեսա մի հատ ուրիշ խանութի համար ապրանք եմ դնում, էդ էլ հետը կդնեմ կդիմավորես։ Գինի հիշում ես, չէ՞, շուկայականից 100 դրամ էժան։ Հա, հիշում եմ։ Դե վсё, փողը կգցես քարտից։ Հա, մեկ է սրա մասին հանկարծ ոչ միտեղ չխոսաս, եղավ։ Հա, մամ ջան, հա։ Դե բարի պապայի շատ եմ կարոտել ձեզ, հա։ Լավ, գզանգ է, պատճում եմ, հա։ Մամաներ։ Ոնց եք Հարութ ջան։ Ապեր այսօր տեսել ենք իրար։ Մոռացել էի, կներես։ Նոր մի րոպե առաջ իրար հետ նստած հաց էինք ուտում, գնացել էի լվացվեի։ Արա դե խելքա մնացի, այ Հարութ ջան այսքան գործի մեջ։ Դե նորմալ է քո այդ ամեն ինչ։ Նորմալ է Հարութ ջան։ Ուղղակի երկար նստա։ Պետք է 20 ящик անձեռոցիկը լիճացնեմ։ Գնա միջացնեմ գամ։ Առաքման 40 ящик իջացրել ես։ Ինչ 20 ящик։ Բանը։ Դե այդ 40 ящикին 20 ящик էլ ավելացել էլի։ Նոր Համլետը ասեց։ Ոնց։ Բա որ ավելացել է։ Ինչի պայստապետին տեղյակ չեն փահում։ Հայ,
Այդ 40 ящիկը, որ իջացնում է, պատահական հանդիպեցի Համլետին։ Ասեց, որ այդ 20 ящիկն է պիտի իջացվի։ Ասի ո՞նց, բա Հարութին չենք ասում։ Ասեց Հարութը լուրջ պայստապետ տղա է, ասես մանր-մունր հարցերով իրար չենք զբաղացնում։ Անեց որ գործը տարա։ Դե ես էլ Արիֆ տղա եմ, Արիֆ ասեցի կանեմ շեֆ ջան։ Չի, հա։ Մեկ էլ ասեց, Հարությանն էս լուրջ պայստապետ տղա է, որ էս մանր-մունր հարցերով երբեք չի գնա ճշտի, սես բան եղել է թե չէ։ Վերջում էլ սենց ասեց, սրա մասին իմանում ենք մենակ ես ու դու, այ Արիվ։ Գագիկ ջան, մի քիչ շուստրի եղել է, թե չէ սենց ոչ մի բանի չես հասնի։ Համաձայն եմ, Հարութ ջան։ Լավ, դրա առաքիչը գալիս է, ես գնամ իջացնեմ։ Գնա։ Արեգ, ես ինչ է եղել։ Օֆիսը թալանել են։ Ոնց թե թալանել են։ Նարինե, ինչ եղավ։ Ես այստեղ 5000 դրամ էի թողել։ Ինչ 5000 դրամ Նարին է, օֆիսից $5000 տեխնիկա են գողացել։ Կոնկրետ սրբել են։ Ստեղ մի հատ վեյպ ունեի, էդ էլ են տարել։ Ես էլ ականջակալ ունեի դարակում, չկա։ Ինչ լավ է, ես այստեղ անձնական իրեր չեմ պահում։ Ոնց, բա այն օրագիր էդ, որ տենց էլ չտվեցիր կարդամ։ Բա հիմա ինչ ենք անելու։ Սպասենք Համլետը գա, զանգեք ոստիկանություն։ Մեկը սաղ օֆիսը կամերաներ է, չեմ ֆայմել էդ էլ տանեն։ Այս կոմպերը պահել եք, որոշել եք գործ չանեք, հեռախոսով եք գործ անելու։ Համլետ, օֆիսը թալանել են, զանգի ոստիկանություն։ Էս ինչ կրոպնի եք մտածել, որ գործ չանեք։ Զանգեմ ոստիկանություն։ Հալո, ոստիկանությունից, հա։ Այս աշխատողներս որոշել են գործ չանեն, կոմպերը պահել են։ Լավ, հեսա փոխանցեմ։ Հենա, իրանք էլ են ասում, հեռախոսով գործ արեք։ Լավ, մի ջրիկացեք, կոմպերը հանեք, գործ արեք։ Այս նոթբուքը սուրա։ Արեք, ես իմ նոթբուքն էլ եք պահել։ Համլետ, ասում եմ թալանել են օֆիսը, զանգի ոստիկանություն։ Փաստորեն ճիշտ էիր ասում, բայց մենք պահակ ունենք, ոնց են դրանք մտել։ Ինչ պահակ, իբր չգիտես, որ պահակը կամ խմած է, կամ քնած է, կամ խմած քնած է։ Ճիշտ ես ասում։ Լավ, մի հատ զանգեմ Գասպար Գասպարիչին։ Պարոն ոստիկան, կխնդրեմ նաև գողացված իրերի մեջ ավելացնել կակտուսը։ Քաղաքացի, նախ տեխնիկաներն է պետք գտնել, իսկ կակտուսը ինձ թվում է երկրորդական հարց է։ Չէ, այդ նայածում համար։ Ես այդ կակտուսը 7 տարի է պահում եմ։ Երևան մատ ռադ եղի ստեղից։ Պարոն ոստիկան, իմ սենյակից էլ պեչերիներ են գողացել։ Դե ինչ, թանգանոց պեչերիներ էր, դες կակտուս մակտուս չի էլի։ Ոնց հասկացա դուք օֆիսի տնօրենն եք, հա։ Այո, Համլետ Ենգիբարյան։ Տարածքում տեսախցիկներ կան։ Այո, կան, պահակակետում կարանք նայենք։ Հա, այդ լավը արդեն հեշտացնում է գործը։ Կխնդրեմ միասին գնանք տեսախցիկների տեսաձայնագրությունները նայենք, իսկ ձեզ կխնդրեմ տարածքում մնաք։ Գնանք տեսախցիկների տեսաձայնագրություն նայենք, իսկ ձեզ կխնդրեմ ստեղ մնաք, մենք ես։ Գնանք։ Իսկ դու ինչի՞ չասեցիր, որ քո ականջակալները կորել են։ Դե ես հույս չունեի, որ կգտնեն։ Դրա համար մոբայլ սենտրից հիմա նոր ականջակալներ են վերցնում օնլայն ապառիկով։
Իսկ այստեղով կարող եմ ինձ կակտուս պատվիրել։ Ինձ չի թվում։ Հերթական ոչ աշխատանքային օր օֆիսում։ Սուս։ Ոնց հասկացա, այսօր սաղորը պարապենք մնալու, պետք է մի զբաղում գտնենք։ Արուտ, տեղյակ ես, թե ինչ ոստիկանական մեքենաներ են օֆիսի դեմը։ Չես իմացե, օֆիսի սաղ կոմպերը գիշերը գործը տարել են։ Ոնց թե։ Հա, դրանք առանց էլ պարապ սաղորը նստած էին, հիմա էլ կոմ չունեն, վաբշե պարապ են մնալու։ Իսկ գիտեն ով է տանողը։ Չէ էլա, բայց սաղ օֆիսը կամերը էլի, հեսա արագի մեջ կգտնեն։ Լավ, ես մի հատ գնամ զուգարան գամ։ Ես գիտեի, որ այդ Գուգոն սենց մի բան անելու է։ Մի անգամ բանալիների տեղը ասել էի, որ գիշերը գար պահեստից իր ապրանքը տաներ։ Օֆիսի ու պահեստի բանալիներն էլ իրար հետ էին դրած։ Հիմա համ պալիտ եմ լինելու, որ տեղը ես եմ ասել, համ էլ որ պահեստից Լևի ապրանք եմ ծախում։ Պետք է այդ Գուգոյի համարը բլոկ անել։ Գագիկը ոչ մի բանի հետ կապ չունի։ Գագիկը իր համար նստած մարոժնի ուտում։ Մերոնք են։ Ուրեմն տեսախցիկները ինչպես արձանագրել են, 3 հոգի շոչիկի վրայից վերցնում են բանալին ու մտնում են օֆիս։ Բայց դե քանի որ դիմակներով են, դեռ պետքա պարզել իրանց ինքնությունը։ Հələ դրանց նայե։ Ուրիշ ելով գիտի, որ շոչիկի վրա եք դնում բանալին։ Մենակ օֆիսի աշխատողները։ Պարզա։ Ուրեմն գողացողը կամ կազմակերպիչը հենց օֆիսի աշխատողը։ Ամեն դեպքում մենք բոլորին հերթով կհարցակնենք։ Պրոբլեմ չկա։ Ես ձեր հետ եմ, ոստիկան ջան։ Ինչ ենք անում, ում ենք հարցակնում։ Առաջին հարցակնությունը կսկսենք հենց ձեզանից։ Դե քանի որ դուք եք կասկածյալ։ Բա եղավ։ Ես քեզ ասում եմ իմ պեչերները տարել են, դու ասում ես կասկածյան։ Մենք կհարցակնենք ու ամեն ինչ կպարզենք, հանգիստ եղեք։ Ես հանգիստ եմ, մտածելու բան չունեմ։ Շատ լավ։ Օֆիսում կա աշխատողում կասկածում եք։ Կա։ Էսի հաստատ այդ Գագիկն է կազմակերպել։ Կարմիր կովը ծառից հեռու չի ընկնում։ Ոչինչ, հեսա կձերբակալեն, կտանեն ոստիկանություն, սաղ կպատմի։ Կակրած այդ կեղտից կպրծնեն։ Չնայած լավ հարիվ էր։ Ափսոս։ Աստորեն Գագիկ Ուսուլյան, հա։ Հա, հաստատ Գագիկն է։ Եկեք իջնենք պահես ձերբակալենք։ Հարցակնությունը դեռ շարունակվում է։ Դուք կարող եք գնալ եւ կանչել մյուս աշխատողին։ Այ պարոն ոստիկան, ոչ մեկին պետք չէ հարցակննել։ Հաստատ Գագիկն է։ Պիստոլետները վերցրեք, իջնենք պահեստ։ Հարգելիս, հարցակնությանը մի խառնվեք։ Մյուս աշխատողին ասեք թող գա։ Մենք հերթով բոլորին կհարցակնենք ու ամեն ինչ կպարզենք։ Լավ։ Նայ ինչ եմ գտել։ Էդ ի՞նչ է։ Հիշում ես մի անգամ լույսերը գնացել էին ու մենք մեր մանկության ալբոմներն էինք բերել, որ նայենք։ Ու տենց էլ չնայեցինք։ Հիմա մեծ ժամանց եմ գտել։ Դե արի ես քոնը նայեմ, դու հիմա։ Էս ո՞վ է։ Էս Հա, հիշեցի։ Էս գիտես որ բարեկամներից, հա։ Այն որ ամեն տարի իրանք մեքենայով գյուղից գալիս են ու ձմերուկ են բերում հետները։ Իմացա, մենք դրա ծիրանով ունենք։ Նա էս ով է։ Էսի հերս է։ Կներես։ Էս դու ես։ Հա, ասմունքի մրցույթի եմ մասնակցում։ Փաստեղ ինչի ես տկլոր։ Դե փոքր է, առանց ինձ հարցնելու նկարել են։
Արեք, ես քերիսը։ Լուրջ ես ասում, ես մարդը։ Հա, հարազատ քերիսը։ Ճիշտ է, հիմա Ռուսաստանում է ապրում, բայց ես որտեղ եք նկարվել։ Իսկ մեր հին թողմախի տունն է։ Լուրջ ես ասում։ Բա ինքը ինչ գործ ունի ձեր տանը։ Ճիշտ ասած չեմ հիշում, շատ փոքր եմ եղել։ Կարող ենք բարեկամներ ենք։ Ես իմ սպասես նկարը ուղարկեմ պապային ճշտեմ։ Հա, տղես։ Բարև, պապ ջան, մի հատ նկար եմ ուղարկել հին ընտանեկան ալբոմից։ Կնայես այդ մարդը մեզ բարեկամ է, թե չէ։ Մի վարկյան հեսանայեմ, տղես։ Ոայ ես սրա, այս սատանի տղու նկարը ինչի ես ուղարկել։ Ինչ է եղել, պապ, բարեկամ չէ այդ մարդը մեզ։ Այ արեջանեսի ոնց կարա մեզ բարեկամ լինի։ Մեր տողմը ազնիվ ու մաքուր մարդիկ են, իսկ էսի քծողա։ Ինչ ես տենց ասում, պապ։ Արեջան, ես իմ դասարանից ա եղել։ Իրար հետ մոտիկություն էինք անում։ Հետո ուզում էի տուն առնեի։ Ինքն էլ բրոկեր էր։ Ինձնից այդ ամբողջ տան թողը վերցրեց ու փախավ Ռուսաստան։ Մինչև հիմա ես դրա պատճառով վարկերի տակ եմ։ Փորձեցի բարեկամներին գտնել, փողերս հետ ստանամ։ Տենց էլ չգտա դրանց։ Լավ, պապ, հասկացա։ Դրա նկարը մոտդ մի պահի արեք։ Ճղի վառի, գցի աղբը, ու այդ աղբն էլ վառի։ Լավ, պապ, խոսանք։ Դե նենցը մենք ես քերիսը այդքան էլ մոտիկ չենք։ Ես ինքս արդեն մի քանի տարի չեմ խոսացել հետը։ Հա, նորմալ է, կարևորը բարեկամ չենք։ Երեք գիշերը որտեղ եք եղել։ Ես քնած էի։ Տանը քնած էի։ Տանը։ Տանը քնած։ Տանը։ Տունը ցավը տանը։ Տանը։ Տանը քնած էի, չէ, տանը արթուն։ Ինչ ֆինանսական իրավիճակում եք գտնվում։ Դե կայուն։ Կայուն վատ։ Կայուն շատ վատ։ Կայուն շատ վատ։ Է օրվա հացով էլի։ Դուք։ Դե մի քիչ կուտակված վարկեր ունենք։ Մենք նորմալ։ Լավ, նորմալ։ Յոլա էլի։ Վարկեր ունեմ։ Բայց միայն օրենքի ուժով սահմանված կարգով եմ փակելու իմ բոլոր պարտքերը։ Իսկ օֆիսի բանալիների տեղը ինչ որ մեկին ասել եք։ Ես նույնիսկ օֆիսի տեղը ոչ մեկին չեմ ասում։ Չէ, ինչի պետք է ասեի։ Ասել եմ, բայց փոշմանում եմ։ Ում եք ասել։ Մամային, խոսքի մեջ մի անգամ մամային ասել եմ, բայց կասեմ, որ խաբել եմ, կներեք էլի։ Բայց ես ոչ մի բանալիների տեղ էլ չգիտեմ, պարոն ոստիկան։ Բայց ձեր տնօրենը ասեց, որ ձեր կոլեկտիվից բոլորը գիտեն։ Հա, ասել է։ Ախ, օֆիսի բանալիների մասին է խոսքը։ Օֆիսի բանալիների տեղը գիտեմ, բայց ես ոչ մեկի չեմ ասել դրա մասին։ Լավ։ Ձեր այդ հարցաքննությունը կշարունակենք ոստիկանությունում։ Իսկ մենակ ինձ եք տանում, թե բոլորին։ Մենակ ձեզ։ Դեռ։ Բայց ախր ինչ կարիք կա, պարոն ոստիկաստեղ, լավ չի, նորմալ նստած ենք էլի։ Համե ձեր բենզինի համար եմ ասում, այդքան անիմաստ չքշեք ստեղից ընդեղ էլի։ Բենզինի համար մի անհանգստացեք, պետությունը տրամադրում է։ Հա, տրամադրում։ Հա, որ տրամադրում է, պիտի անիմաստ քշեք ծախսեք, ախր այդ փողով լիքը հարց կարա լուծվի։ Ասենք աղբանության հարցը, մանկապարտեզներ վերանորոգեք, ի վերջո տրանսպորտի սուբսիդավորման հարցը։ Հա։ Երիքա երկարացնեք։ Վերկացեք։ Ես տենց էլ գիտեի։ Դու չես փոխվելու։ Հեսա կտանան մեր կու չափալախ կտան ոչինչ, տեխնիկան հետ կբերես։ Իմ 5000 դրամն էլ հետը։ Ու իմ կակտուսը։
Այդ ես ցավը տանեմ, ախր ես կապ չունեմ։ Հերիքա խոսեք, մնացածը ոստիկանությունում կպարզեն, գնացի։ Արեք միրգ կեր։ Մերսի։ Ես ինձ շատ վատ եմ զգում Արեգի ու իր պապայի պահով։ Ճիշտ է, այդ քերեիս հետ էլ տենց մոտիկ չենք, բայց իմ բարեկամն է, ու ինքը Արեգի ընտանիքին մեծ վատություն է արել։ Ես թողում ես տեղ։ Հա, քո համար եմ բերել։ Okay։ Իսկ կարող կոֆե ուզես։ Նոր խմեցինք։ Հա, ճիշտ ես։ Լավ, բայց ամեն դեպքում եթե ինչ-որ բանի կարիք ունենաս, հանգիստ ինձ ես։ Լավ։ Ոյ քորա, ես ինչ ա եղել։ Ես ով ա թալան է, հաստատել էդ գագիկի ձերի գործ։ Ալո, պարոն քնիչ, հիմա էլ էդ գագիկը եկել է իմ տունն ա թալանել։ Ամլետ ջան, տենց բան հնարավոր չի։ Գագիկը գտնվում է ոստիկանության բաժանմունքում, մեր հսկողության տակ։ Բա հիմա ինչ պիտի անենք։ Իմ աշխատանքային օրը ոնց որ վերջացել է։ Քո կյանքին էլ նենցա վտանգ չի սպառնում։ Ես առավոտյան կգամ ձեր օֆիս կքննարկենք այս հարցը։ Դու փորձի հիմա հիշես, ով կարար մտներ քո տուն։ Բայց պարոն ոստիկան։ Լավ է, վաղը կխոսանք։ Դե ինչ PUBG հավես չունեմ։ PUBG? Աբոն։ Արի ես այդ աբոյին լիքը բան եմ պատմել իմ տան օֆիսի մասին։ Ես ինչ հեշտ ներս մտանք աբ։ Խոսքի իմ տուն ձև չի, սենց հեշտ կարանաս մտնես էլի։ Բանալիները շատ թույն տեղ են պահում։ Որտեղ ես պահում։ Դրան կողքը մի հատ ծակ կա, դրա մեջ եմ դնում, վաբշե չի երևում։ Հա, դու միջև 6-ն էիր աշխատում։ Հա։ Իսկ այդ ընթացքում տունը ոչ մեկ չի լինում։ Չէ։ Բա կամերա բան կա։ Դո չէ, հա, բայց խաղ աղբեր կրակում են։ Յա, ոնց թե։ Բա հեսա մենք էլ իրաց կրակենք։ Սաղ էդ աբոնը հաստատ։ Ալո, պարոն քննիչ, ես սաղ հասկացել եմ, գագիկ ես գողության հետ կապ չունի, մի հատ աբո կա, հաստատ ինքն է սաղ արել։ Հա, Համլետ ջան, հասկացանք, բայց ասվեմ իմ սմենի ժամը վերջացել է, իմ ձեռին մի զանգի 102։ Լավ, դե բարի գիշեր։ Անուշ երազ։ Բարև ձեզ։ Ինչպես երեք հայտնել եք, Գագոն որևէ կապ չունի գողության հետ։ Իր ամասով թյուրիմացություն է եղել։ Բա որ ասում ես շեֆ ջան։ Բա այդ աբոյին բռնել եք։ Դեռ ոչ, մենք հիմա հետաքննություն ենք անցկացնում։ Իդեպ, ձեր հետ ասած աբո 2006-2006 user անունով օգտատերը նախկինում էլի նմանատիպ հանցագործություններ արել։ Ինքը այդ խաղի միջոցով ինֆորմացիա է գործում մարդկանցից, գտնում է թույլ, միամիտ, մանկամիտ թիրախների
ու ավազակային ինֆորմացիա է խլում։ Իսկ այդ աղոյին բռնել եք։ Կրկնում եմ, դեռ ոչ։ Մենք հիմա օպերատիվ խումբ ենք ձևավորել, որոնք ամբողջ օրը տարբեր սերվերներում PUBG են խաղում, որպեսզի գտնեն հանցագործին։ Դա շատ լավ է։ Իդեպ, Համլետ։ Որ ուռևին ես։ 54։ Ես էլ 10։ Հա, ոչինչ։ Նայ, աշխատի շատ քիլ չանես, որ հասնես ֆինալ, ռեյտինգը ավելի արագ կբարձրանա, բաղկված խաղ էլի։ Դզե։ Արեգ, ես քո համար նվեր ունեմ։ Լուրջ հելը։ Դզեց, ես ինչ բոմբ կեդերա, բայց ինչի համար ես անում ես նվերը։ Դե, երեք գիշեր չեմ քնել ու մտածում էի։ Քերը շատ վատ է իրան բայել քո ընտանիքի նկատմամբ ու ես էլ ինձ դրանից վատ եմ զգում։ Լավ էլ է անում, դու լուրջ մտածում ես քեզ եմ մեղադրում։ Դե չէ, բայց ամեն դեպքում իմ բարեկամն է։ Ընդհանրապես դրա մասին մի մտածի, ես կեդերի կարիքը չկար, բայց շատ բոմբ կեդերա, ես շալվարիս հետ կսազի։ Սենց տնեց, ես կեդերը քոնն են։ Իրականում շատ վատ բան է եղել, որ անեի քերեն տենց բան արել պապայի նկատմամբ, բայց դե ես մի քիչ ուրախ եմ դրա համար։ Հելենայ քիչ բոմբ կեդերա։